Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Միմյանց մեծ ձեր մեղքերը խոստովանեցեք, իրար համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք, քանի որ արդարի աղոթքը ազդեցիկ է եւ օգնում է։ Զատկից հետո, երբ որ 50 օր լրացան, հոգեգալուստը վերջացավ, սիրելիներ, այս կիրակին Եղիա մարգարեի հիշատակի օրն է եւ սկսվում է հարության կիրակիները։ Ընդհանրապես մեր եկեղեցին որևէ սուրբի հիշատակ կիրակի օր չի նշում, որովհետեւ կիրակին հարության խորհրդով Հիսուսին է պատկանում եւ Տիրոջ օրն է։ Բայց Եղիա մարգարեն շատ խոր հետք ունի թե քրիստոնեական կյանքի մեջ, թե մարդկային պատմության մեջ, որ բացառիկ օրինակ է թե ինչու էր հիշատակը հիշված կիրակի օր։ Դուք լսեցիք Սուրբ Եղիայի պատմությունը, թե ինչպես հրեղեն կարգը երկնքից իջավ, Եղիային երկինք տարավ։ Աշխարհում երկրորդ մարդն է, որ մահ չի ճաշակել։ Իր արդարության, ճշմարտության համար պայքարի, նախանձահուզության համար Աստված նրան երկինք տարավ կենդանի եւ Եղիան նորից պիտի վերադառնա։ Հрьяաների մոտ սովորություն կա մինչև այսօր, երբ իրենք նստում են ճաշի, մեկ հատ պնակ առանձին դնում են, ասելով որ սա Եղիայի բաժինն է։ Երբ որ Հիսուս էլ խաչի վրա աղոթում էր, ասում են Եղիային է կանչում։ Ինչու որտեվ Եղիայի կենցաղը, նրա սրբությունը շատ նման էր Քրիստոսին եւ Քրիստոսին պատկերացնում է, որ ինքը Եղիան է, որտեվ Հիսուս երբ որ հարցրեց. ով եմ ես, մարդիկ ինչ են ասում, ասացին, որ ոմանք ասում են, որ դու Եղիան ես, ոմանք Երեմիան ես կամ մարգարեներից որևէ մեկն է։ Երբ 5 կտակարան ընթերցեք, կտեսնեք յուրահատուկ անձնավորություն է Եղիա մարգարեն։ Մենք չգիտենք որտեղից, ինչպես է ծնվել, ինչ միանգամից հայտնվում է պատմության թատերաբեմում։ Այն ժամանակ, երբ հրեա ժողովուրդը կռապաշտության մեջ թաթախված էր, Հեզաբել անունով մի թագուհի, որ փյունիկեցի էր, իր հետ հրեա ժողովրդի կյանքի մեջ բերել էր բազում քրմեր եւ չաստվածներ, նրանք պաշտում են եւ ժողովուրդը հեռացել էր Աստծուց։ Եվ Եղիան կանգնում է ասելով երկու կարևոր բան, ասում է մինչեւ երբ պետք է երկու ոտքի վրա կաղաք, մեկ Աստծուն հարեք, մեկ գնաք Բաղամին հարեք։ Եթե ճշմարիտ Աստվածն է Տերը, ապա իր պատիվ իրեն տվեք։ Սա շատ կարևոր հարց է նաև այսօրվա քրիստոնեական աշխարհի մեջ, որտեղ մեր մեջ քրիստոնյա կռապաշտներն ավելի շատ են, քան մաքուր ազնիվ քրիստոնյաները, ովքեր իրենց ասում են մենք հավատում ենք Քրիստոսին, հավատում ենք ճշմարտությանը, բայց մենք ավելի շատ ենք սիրում։ Ճիշտ է, Հիսուս մեզ համար խաչվել է, հրաշքներ է գործել, մեզ փրկության առաջնորդել, բայց մենք այս աշխարհը, այս կյանքը ավելի շատ ենք սիրում։ Իսկ ընկերություն անել աշխարհի հետ նշանակում է թշնամություն անել Աստծո հետ։ Ով այս աշխարհի համար է ապրում, ինքը արդեն թշնամությամբ Աստծո հետ է լցված։ Եվ տեսեք, բոլոր պատերազմների պատճառը այդ անտարբերությունն է, որովհետև իրենք այս աշխարհի համար են ապրում եւ այս աշխարհի կուրքերին ու չաստվածներին են պաշտում։ Եվ երկրորդ օրինակը իր մաքրամաքուր կյանքն էր, սիրելիներ։ Մարդկային քաղաքակրթությունից հեռու, մարդկանց ներկայությունից ազատ, ինքը ապրում էր Աստծո ներկայության մեջ։ Նույնիսկ քամու զեփյուրով փչում էր, ինքը դրանով Աստծո ներկայությունը զգում էր իր կյանքի մեջ։ Եվ տեսակ թե ինչպես է ասում, եթե ուզում եք իմանալ ով է ճշմարիտ Աստվածը, եկեք օրինակ տանք եւ զոհաբերության եւ նույնիսկ ասում երբ որ կուրքերին դրեցին քրմեր իրենց աղոթներում, հեգնական ասում է ավելի բարձր աղոթեք, գուցե ձեր չաստվածները ձեր լսեն։ Բայց երբ Եղիան աղոթեց Աստծուն, Աստված միանգամից երկնքից կրակն ուղարկեց, հավաքեց ամեն ինչ տարավ։ Եվ այս կրակն է, որ մաքրում է յուրաքանչյուր մարդու մեղքից։ Եվ այսօրվա պատգամի մեջ տեսեք Հակոբոս Առաքյալ ասում է. նախ ձեր մեղքերը խոստովանեք իրար եւ իրար համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք։ Չի ասում որպեսզի արդարանաք, չի ասում որպեսզի Աստծուն տեսնեք, ասում է որպեսզի բժշկվեք, որովհետև մեղքի պատճառով է որ թե ֆիզիկական, թե հոգևոր հիվանդությունը մտնում է մարդու կյանքի մեջ։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք մեղքեր չունենք, մենք մեղքեր չենք գործում, դե սա բնական է, պիտի այդպես է լիներ, իրենք արդեն հիվանդ են, եւ այդ հիվանդությունը թույլ չի տալիս մարդուն տեսնել ճշմարտությունը։ Եվ տեսեք, ասում է արդարի աղոթքը ազդեցիկ է եւ օգնում է։ Մենք այսօրվա մարդիկս
այս արդար ու ազդեցիկ աղոթքի կարիքն ունենք, որպեսզի բժշկվենք։ Մենք էլ իբրև մարդիկ ամեն մեկս էլ կաղում ենք։ Մի օր ամբողջ օրը Աստծո հետ ենք ապրում, մի օր ամբողջ օր մեղքի մեջ ենք ապրում։ Մի օր մեր ամբողջ շաբաթը նվիրում ենք Աստծո հետ լինելու, մի ամբողջ շաբաթ էլ նվիրում ենք մեղքի կյանքը ապրելու։ Մի ամբողջ տարի որոշում ենք, որ սրբությամբ պիտի ապրենք, բայց մի ամբողջ կյանք մեղքի մեջ ենք ապրում, չհասկանալով, որ մեղքը քեզ վերջապես անդամալույս պիտի դարձնի, եւ դու այլևս հասկանալով, որ սա մեղք է, դու սխալ ընթացքի մեջ ես, բայց այնքան կամազուրկ ես դարձած, որ չես կարողանում կտրվել։ Ամենապարզ օրինակը հեռախոսն է այսօր։ Մենք գիտենք, որ սա մեր ժամանակը խլում է, բայց մենք ժամերով նստած ենք իր շուրջը, իրեն երկրպագություն ենք անում։ Նույնիսկ այսօր մարդիկ երբեմն շատ հաճախ առանց հեռախոսի քնել չեն կարողանում։ Իրենց բարձի տակ են դնում, նոր են քնում, որովհետև իրենց կյանքի նպատակը դա է դարել։ Եթե պարտում եք, որ կուրքը մի քանդակված փայտից կամ քարից արձան, որ դու պիտի կանգնես, իրեն պաշտես, որ դու կռապաշտ դառնաս, սա չէ, սիրելիներ։ Հպարտությունն էլ է կռապաշտություն, քո անznասեր, եսասեր կյանքն էլ է կռապաշտություն, ինչ որ բանի հետ ամբողջ օրը կապված լինելն էլ է կռապաշտություն, որովհետև դու իրականության մեջ այլևս չես ապրում։ Հրեա ժողովուրդ այդպես էր դարել Եղիա մարգարեի ժամանակ։ Եվ տեսեք օրինակը Հիսուս այսօր ավետարանի մեջ ինչ է ասում։ Բազում այրիներ կային Երուսաղեմի կամ Իսրայելի երկրի մեջ, բայց Եղիան գնաց օտար մեկի տուն, այն այրում, որ հաց չուներ, յուղ չուներ, գնաց այդ մարդու տուն, նախ զավակին կենթանաց, հետո նրա տան ուտելիք անսպար դարձրեց։ Հրեաների մեջ բազում բորոտներ կային, բայց Եղիայի միջոցով Նեեմա աստորին բժշկվեց, ով նաև թշնամի էր այդ ժողովրդին։ Պատկերացնում եք, որ կային բոլոր ժամանակներում այսպիսի մարդիկ, ով այդ ազգի ներկայացուցիչ չէին, բայց քրիստոնյա էին։ Երեք մենք ջուխտակ վանքերում պատարագ էին։ Ազգությամբ հնդիկ էր եկել մեզ հետ պատարագի մասնակցելու։ Ինքը քրիստոնյա չէր դեռ, մկրտված չի, մեր հավատքով դարձ չի ունեցել։ Բայց այնքան երկյուղով էր ինքը հավատում Քրիստոսին, այնքան սիրով էր ինքը երկրպագություն աղոթում։ Իսկ մեր շուրջը հավաքված բազում հայեր, որ այդ պահին իբրև զբոսաշրջիկ եկել են այդ եկեղեցի, նկարվում ու բարձր խոսում էին։ Եվ իրենք հետաքրքրել չէր, թե այնտեղ ինչ է կատարվում, այս պատարագ այսօր այստեղ ինչի համար է մատուցում։ Օտարը եկել է մեր աղոթքին երկրպագում է, մենք իբրև քրիստոնյաներ, որ հպարտանում ենք, որ առաջինն ենք ընդունել հավատքը քրիստոնեական, անտարբեր սուրբ պատարագի խորհրդի առջև նկարվել, բարձրաձայն խոսել, որպեսզի հետո համացանցում դնենք, որ այս վանքում էլ եղանք։ Այդպես չի լինում, սիրելիներ։ Եվ տեսեք, եւ մարդիկ մտածում են, որ ինչ մեղքեր որ գործեն, մի օր կխոստովանեն ու կվերջանան։ Մեղքն էլ հիվանդության պես է, սիրելիներ։ Օրինակ, երբ որ մեկը հարբուխով հիվանդանում է, գիտի, որ մի շաբաթից կլավանա։ Մեղքեր կան, որ մեկ շաբաթ հետո մենք կարող ենք մաքրվել, բայց մեղքեր էլ կան, որ քաղցկեղի պես են, դու ամբողջ կյանքդ այդպես էլ կարող ես չբուժվել։ Եվ այդ քո խոստովանությունը եթե չլինի, դու չգնաս ըստ Տեր Աստված, մեղանչել եմ քո առջև, ներիր ինձ, իմ մեղքերը մաքրիր եւ ապաշխարության այս ճանապարհը չանցնես, դու չես բուժվելու։ Այս մեղքի հիվանդությունը քեզ կորստյան է տանելու։ Դրա համար ասում են խոստովանվեք եւ աղոթեք իրար համար։ Եթե մենք իրար համար աղոթող լինենք, մենք նաեւ կարող ենք իրար սիրել։ Եթե մենք իրար համար աղոթողներ լինենք, մենք կարող ենք մեկս մյուսով ուրախանալ։ Բայց քանի որ մենք այդ աղոթական կյանք իրական չունենք մեր կյանքի մեջ, մենք միայն արտաքին կողմն ենք պահում, ձևն ենք պահում, բայց ոչ թե բովանդակության մեջ ենք ապրում, կրավորական չեզոք դիրքով ապրող քրիստոնյաներ ենք, մենք չենք կարող ճշմարտությանը հասու լինել։ Եղիա մարգարեն իր ամբողջ կյանքում այս ճշմարտության համար, իր հավատքի սրբության համար պայքարեց, իր ժողովրդի դարձի համար պայքարեց։ Եվ ինչքան սրբակենցաղ կյանք պիտի ապրեր, որ Աստված երկնքից նրա համար հրեղեն կարգ ուղարկեր այս մարդուն երկինք տանելու համար, որպեսզի մահ չճաշակի։ Եվ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ նորից Եղիան պիտի իջնի այս աշխարհի մեջ մարդկանց քարոզելու, որ Քրիստոս գալու է, դարձ ունեցեք։ Բայց մենք աշխարհ արհավիքի մեջ, մենք բազում խնդիրների մեջ, մենք ամեն օր հարբեցողության փառատոններ ենք կազմում։ Երեք Գյումրին շուռ տվեց ամբողջ փոթորիկը, բայց մարդիկ հավաքված գարեջրի փառատոն էին անում։ Կերուխում, օրեր առաջ Երևանի մեջ գինու փառատոն, ամբողջ մի քանի հազար, 12,000 երիտասարդություն հարբեցողության գինեմոլության մեջ։ Եվ սա քրիստոնյա երկրի մեջ, քրիստոնյա ժողովուրդ, որ ինքը հավատում է Աստծուն։
Սա պարզապես ծաղրանք է եւ ամենամեծ խնդիրն է մեր կյանքի, որ մենք կեղծավոր փարիսեցիական հավատք ենք ապրում այս կյանքի մեջ։ Ձևական կողմը պահում ենք, անգամ նայում ես մարդկանց երբեմն խաչակնքվել չգիտեն, ինչպես պիտի խաչակնքվեն։ 10 անգամ սխալ են խաչակնքում, հետո վերջում նոր մեկ անգամ կարողանում են ճիշտ խաչակնքվել։ Եվ ասում է, որ ես քրիստոնյա եմ, ես հավատում եմ Աստծուն, բայց ոչ մի բան չգիտես այդ Աստծո մասին, չես ճանաչում։ Եվ սա նշանակում է կաղալ։ Այս աշխարհի մեջ կաղալ։ Սա ավելի վատ բան է։ Երբ որ մարդը ֆիզիկապես ցավ ունի, կաղում է, մենք գիտենք, որ ինքը հիվանդություն ունի կամ խնդիր ունի, բայց երբ որ տենում ես մարդու հոգևոր կաղությունը, սարսափ է, նշանակում այս մարդու մեջ լույս չկա։ Այս մարդու մեջ ոչինչ չկա։ Եվ տեսեք, ասում է Եղիան մեր պես սովորական մարդ էր Հակոբոս առաքյալը, ասում է, բայց աղոթեց, երկար ժամանակ անձրև չեկավ, հետո աղոթեց, նորից անձրև եկավ։ Այսօր կա մեր մեջ այդպիսի մարդ, որ աղոթի եւ այսօր երկինքի ամպերը ցրվեն եւ պարզ արև լինի, հետո Աստծուն խնդրի անհրաժեշտ պահին անձրև տա։ Չունենք մենք այդ հավատքը, որովհետեւ մենք միայն արտաքին կողմն ենք պահում, ձևականության մեջ ենք, խաչերը կրում ենք, բայց այդ զորությանը չենք հավատում, խաչը տեսնում ենք, բայց այդ խաչյալին երբեք չճանաչեցինք եւ չհասկացանք, թե ինչ գին է վճարված մեզ համար։ Մարդ, որ իր կյանքը զոհաբերել է մեզ համար, Աստված երկնքից իջել է, մարդացել է, եկել է մեզ փրկելու, ինձ համար, բոլորիս համար խաչվել է, մենք շարունակում ենք անտարբերությամբ ապրել այդ խաչյալի հանդեպ։ Եվ այսօրվա այս խնդրանքը սա է Հիսուսի մեզ, որ աղոթենք իրար համար, որպեսզի բժշկվենք, նախ մեր միտքը բժշկվի, որպեսզի մեր ժամանակը չսպանենք բամբասանքի, հեռուստացույցի առջև, հեռախոսի մեջ, ուրիշների կյանքը քննարկելուց, այս հիվանդությունից մինչև չբժշկվես, հոգուտ մեջ լույսեր չեն վառվելու։ Մինչև դու չդադարես ուրիշի կյանքով հետաքրքրվել, ուրիշի կյանքով ապրել, դու նոր մարդ չես կարող դառնալ։ Մինչև քո միտքը չլուսավորվի, չպայծառանա, դու նաև այս կյանքի գեղեցկությունը չես կարող տեսնել։ Ամեն օր պիտի հոգնես այս կյանքի մեջ։ Իսկ հոգնած մարդը նաև անտրամադիր մարդն է, որ ոչինչից չի ուրախանում, որ ոչ մի բան իրեն երջանկության նշույլ չի տալիս, եւ ինքը անդադար դժգոհ այս կյանքի մեջ։ Ինչու՞, որովհետեւ դու չես կարող անդադար ուրիշի կյանքով ապրել։ Սեփական կյանքդ պետք է բրբտես հասկանալու, որպեսզի բժշկվես։ Ուրեմն Եղիա մարգարեի այս օրինակը սիրելիներ, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի օրինակն է, որ մենք էլ նախ մեր հավատքի համար նախանձախնդիր լինենք։ Միայն ասելով, որ ես հավատում եմ, սա դեռ ոչինչ չի նշանակում քո կյանքում։ Միայն ասել, որ ես մկրտված եմ, դա սեր ոչ մի արժեք չունի։ Ոչ մի արժեք չունի, եթե դու այդ պատասխանատվությունը քեզ վրա չես վերցրել։ Պողոս առաքյալն ասում է, որևէ զինվորական աշխարհի գործերով իր հրամանատարին հաճելի չի կարող լինել։ Այնպես էլ որևէ քրիստոնյա մեղքով չի կարող Աստծուն հաճելի լինել։ Մեղքի կյանք ապրելով չի կարող ինքը քրիստոնյայի կոչում իր վրա կրել։ Երկրորդ, Եղիա մարգարեն ճշմարտության մարտիկն էր։ Ամեն ինչ անում էր եւ գնաց պալատում կանգնեց թագավորին եւ թագուն ասաց, որ դուք անպետք եք, ձեր մեղքերի պատճառով այս ազգը կործանվում է։ Եվ երթվեց թագուհին, որ հեթանոս էր, սպանել նրան, բայց նա չվախեցավ։ Նա չվախեցավ, որովհետև գիտեր, որ այս խոսքը պիտի զգուշացում լինի նաև բոլորի համար, որ մարդը այլևս չկաղա, մի օր Աստծո հետ լինի, մի օր աշխարհի հետ լինի։ Հիսուս ասում է, ես ձեզ ընտրեցի, դուք այլևս այս աշխարհից չեք։ Մենք այլևս այս աշխարհից չենք, մենք այս աշխարհի մեջ ենք ապրում, այս աշխարհի մեջ ենք, բայց մենք այս աշխարհին չենք պատկանում, սիրելիներ։ Մեր հայրենիքը, որ տրված է ֆիզիկական այստեղ ապրելու, այդ պատրաստությունը ավելի մեծ հայրենիքի մեջ, երկնքի արքայության մեջ ապրելու համար։ Այստեղ պիտի դնես հիմքերդ։ Եթե այստեղ քո հիմքերը սխալ են դրված, քո տունը պիտի քանդվի։ Եթե քո տան հիմքը հավատքով չէ, քո կյանքը պահողը հույսը չէ եւ սերը քո կյանքի պահապան առագաստը չէ, տանիքը չէ, դու ամեն տեսակ փոթորիկից պիտի վախենաս։ Ամեն տեսակ արհավիկ պիտի գա քո կյանքը վախով լցնելու համար։ Իսկ Աստված ուզում է, որ մենք բժշկվենք, մաքրվենք, օգնենք մեկս մյուսին հաղթահարելու մեղքի բարձունքը եւ բարձրնատիրոջ առջև եւ ասել. Տեր, ամեն ինչի համար շնորհակալ ենք քեզ։ Մեր ամեն օրվա համար, ամեն ժամի համար, որ տրվեցիր։ Հնարավորություն տուր մեզ ավելի շատ սիրելու, քան սիրվելու, ավելի շատ գնահատելու, քան գնահատվելու, ավելի շատ տալու, քան վերցնելու, որովհետև այսպիսով մենք կարող ենք
ճշմարիտ քրիստոնյա լինել այս աշխարհի մեջ։ Թող Տերը օրհնի բոլորիս, իր խաղաղության մեջ պահի, ինչպես որ Եղիսեն խնդրեց Եղիայից իր հոգուց բաժին ունենալ, մենք էլ այսօր խնդրենք, որ Եղիայի հավատքի հոգին ունենանք, Եղիայի հավատքի համարձակությունն ու քաջություն ունենանք, որպեսզի առանց ամոթի մշակներ մնանք այս աշխարհի մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։